Սուրճ ու սեր առավոտից։ 10:17 ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Եվ այսօր հունիսի 9-ն է ու օրացույցում այն առանձնանում է ոչ միայն ընկերների օրով, այլև այսօր եւս մեկ մասնագիտական տոն է նշվում, նախ ասենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հիմնադրվել է արխիվների միջազգային օրը։ Այո, աշխարհի մի շարք երկրներում է այն նշվում, արխիվների միջազգային օրը, եւ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող արխիվների միջազգային խորհրդի կողմից։ Իսկ Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի աշխատողների եւ բոլոր արխիվագետների օր։ Մենք տոնը այսպես առավել շեշտադրել ենք եւ այդ մասնագետներին ենք այսօր կարեւորում եւ կարեւորում նրանց աշխատանքը եւ պատահական չէ, որ մեր տաղավարում հյուրընկալելու ենք հենց Հայաստանի ազգային արխիվից, այնպես որ կխոսենք այս մասնագիտության մասին եւ այս կարևոր կառույցի մասին, որը ինչքան կարևոր փաստաթղթեր է պահում պահոցներում։ Քիչ անց ուղիղ եթերային մեր զրույցում։ Տասնանցե 19-ը դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը, հունիսի 9-ն է, օրը երկուշաբթի։ Եվ այսօր նշում են արխիվների օրը եւ Հայաստանում, ինչպես նշեցինք, նաեւ նշվում է Հայաստանի ազգային արխիվի օր եւ արխիվագետի օր, մարդիկ ովքեր պահպանում են արխիվները, ովքեր աշխատում են շատ կարեւոր փաստաթղթերի հետ եւ մեզ են փոխանցել ու մեր սերունդներին կփոխանցեն շատ կարեւոր ժառանգություն։ Եվ այս պայմաններով ուզում ենք ողջունել մեր հյուրին Հայաստանի ազգային արխիվի մոնիթորինգի, վերլուծության եւ մեթոդական աջակցության բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ։ Սովորաբար Հայաստանի ազգային արխիվում ինչպես է սկսվում օրը։ Հայաստանի ազգային արխիվում, ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած պետական հիմնարկներում, աշխատանքային օրը սկսվում է ժամը 9-ին եւ ավարտվում 18:00-ին, առօրյա հոգսերով, առօրյա խնդիրներով, նոր ծրագրերով, նոր առաջադրանքներով եւ աշխատանքի կատարման հաշվետվություններով։ Ամենակարևորի մասին չասացիք, սուրճով եք սկսում օրը։ Իհարկե։ Ինչպես մեզ մոտ, ինչպես մենք հանրային ռադիոյում ենք սկսում։ Ինչպես եւ խորհուրդ ենք տալիս մեր ռադիո լսողներին։ Ձեր մասնագիտական տոնն է, շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Մի փոքր այսպես ավելի լայն հանրության համար բացատրենք, թե ինչով է զբաղվում ձեր վարչությունը այ արխիվների, այդ մոնիթորինգը նաեւ ինչպես է իրականացվում։ Նախ, որպեսզի հանրությունը իմանա արխիվը ինչով է զբաղվում, եթե կարելի է մեկ-երկու նախադասություն արխիվների մասին, թե ինչ են արխիվները, ինչու են ստեղծվել։ Չկա այնտեղ։ Տեսեք, յուրաքանչյուր մարդ, մեզնից յուրաքանչյուրը իր կենսագործունեության ընթացքում ստեղծում է մեկ փաստաթուղթ անկախ մեր կամքից։ Մարդը երբ ծնվում է, իր ծնունդը գրանցվում է ինչ-որ միտեղ, այսինքն ստեղծեց մեկ փաստաթուղթ։ Հետո ինչ-որ միտեղ սովորում է, աշխատավարձ է ստանում, ամուսնանում է, ամուսնությունից հետո որպես այդպիսին մարտահրավերները մեծանում են եւ ստիպված է լինում փոխել աշխատանքը, հիփոթեք են վերցնում։ Այո, եւ այսպես ամեն տեղ իր կենսագործունեության ընթացքում ստեղծում է մեկ փաստաթուղթ։ Հետո տարիների ընթացքում կարիք է առաջանում այդ փաստաթղթերից օգտվելու։ Ենթադրենք մարդը կորցնում է իր ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը եւ այլն, կամ նույն ձեր նշած հիփոթեքային հետ կապված խնդիրների դեպքում կարիք է առաջանում փաստաթղթերի, այդ փաստաթղթերը գեներացվում են եւ պահպանվում են միտեղ, որը կոչվում է արխիվ։ Արխիվները ստեղծվել են հին աշխարհում, որովհետեւ գրի գյուտին զուգահեռ նաեւ խնդիր է առաջացել գրի պահպանության հարցը լուծելու։ Ցանկացած նյութական կրիչի վրա ստեղծված փաստաթուղթ, եթե մենք ստեղծում ենք եւ դրա պահպանության մասին չենք հոգում, բնականաբար դրա կորստյան վտանգը մեծանում է։
Եվ այդպես առաջացել են արխիվները դեռևս հին աշխարհից, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ազգային արխիվին, սիրով պետք է նշեմ, որ նախորդ տարի մենք նշեցինք կազմակերպության 100-ամյակը, այսինքն Հայաստանի պետական արխիվը շուրջ 1 դար, ավելի քան 1 դար մեզ հետ է, հայ ժողովրդի կողքին է։ Այստեղ են ամբարված հայ ժողովրդի պատմությանը վերաբերող գրեթե բոլոր կարևորագույն փաստաթղթերը։ Ձեր թույլտվությամբ ես նաև կցանկանայի խոսել արխիվի որպես պետության սիմվոլի մասին, որովհետև արխիվները ունենում են ինչպես պատմական մշակութային, այնպես էլ հասարակական քաղաքական նշանակություն, ինչ է դա նշանակում, որովհետև եթե մենք ունենք պետություն, պետականություն, այդ պետությունը ստեղծում է փաստաթղթեր։ Հետևաբար դրոշի, գերբի կողքին նաև արխիվներն են, որպես այդպիսին պետության սիմվոլները։ Մեր անցած ճանապարհի վկայությունն է։ Մեր անցած ամբողջ ճանապարհի եւ մշակութային ժառանգության պահպանմամբ ենք զբաղվում, եւ հայ ժողովրդի կորուստների մասին է, եւ հաղթանակների մասին, եւ պետականության մասին է։ Այո, մեր տարեգրությունն է, այսպես ասած, մեր կենսագրությունը, մեր փաստաթղթերը, արխիվները, ինչպես նշեցիք, հին դարերից են եկել եւ միշտ կարեւոր է նրանց դերը, բայց կարծում եմ 21-րդ դարում մարտահրավերները ավելի շատ են, հիմա ավելի շատ փաստաթղթերը էլեկտրոնային են, քան թե թվային, տպագիր, քան թե տպագիր, ավելի շատ թվային են։ Ինչ է սա առաջ բերել ձեր աշխատավայրում, աշխատանքի մեջ ինչ փոփոխություններ են եղել։ Տեսեք, արխիվագիտությունը գիտություն է իրենից ներկայացնում, ինչպես օրինակ գրականագիտությունը, պատմությունը, սա էլ մի գիտություն է, արխիվագիտությունը, եւ որպես յուրօրինակ գիտակարգ ինքը կենթանի օրգանիզմ է, աճող օրգանիզմ է եւ անընդհատ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, ժամանակի մարտահրավերների հետ պետք է փոփոխվի։ Այո, ճիշտ եք նշում, այսօր շատ են նաև էլեկտրոնային փաստաթղթերը, հատկապես պետական կազմակերպությունում հիմնականում էլեկտրոնային փաստաթղթեր են ստեղծվում, եւ մենք զուգահեռ աշխատանք ենք իրականացնում ինչպես թղթերի հիմքով դասական արխիվների պահպանության ուղղությամբ, այնպես էլ նորագույն ժամանակներում ստեղծված թվայնացված կամ թվային փաստաթղթերի ուղղությամբ։ Այս առումով եւս ես պետք է նշեմ, որ պետական կազմակերպությունները առայժմ մեզ ամբողջովին 100%-անոց թվայնացված փաստաթղթեր չեն հանձնել, բայց մենք արդեն սկսել ենք աշխատանքները, արդեն նախապատրաստվում ենք, երբ որ մեր իմացած ավանդական թղթի փոխարեն մեզ ինչ որ մի կրիչով բերելու են հանձնել օրինակ ֆինանսների նախարարության արխիվային փաստաթղթերը։ Այս առումով իհարկե աշխատանքը շարունակում ենք, բայց այնուամենայնիվ մասնագիտության վերումով թե ազգային արխիվում արդեն 10-րդ տարին է որ աշխատում եմ դրանից ելնելով թուղթը մեզ համար հայ ժողովրդի համար մնում է թուղթ ու գրիչը, այո, ճանաչել զիմաստություն եւս խրատ իմանալս բանս հանճարով, չէ՞ որ սա մեզ փոխանցվել է ոչ թե էլեկտրոնային ճանապարհով, այլ նյութական մենք տեսել ենք Եվ տեսեք, մյուս մարտահրավերը այս փաստաթղթերի հետ, որ էլեկտրոնային ճանապարհով են մեզ հանձնում, խնդիրը հետևյալն է. արդյոք որևէ տեխնիկական աղետ չի սպառնում մեզ։ Այո, դրա մասին ես խոսենք, պահպանության մասին առհասարակ, թուղթը մի կողմից կարող է փչանալ, ել չեմ ասում էլեկտրոնային տարբերակը, մեկ էլ տեսարու տատանում եղավ հոսանքի ու ամենը կորավ։ Այո, երկու տարբերակներ իրենցից խնդիր են ներկայացնում, թղթե հիմքով փաստաթղթերի համար հրդեհները, ջրհեղեղը, չգիտեմ, փոշիները, այո, եւ թղթային հիմքով փաստաթուղթը ունի մեկ, այսպես ասած, շակերտավոր թերություն, որ իր բնօրինակը մի հատ է։ Եթե այդ մեկը վերացավ, ուրեմն վերացավ։ Իսկ էլեկտրոնայինի դեպքում արդեն մենք ունենք նաև պատճենները դրա, որը ոչնչով օրիգինալից կամ բնօրինակից չի տարբերվում, այս խնդիրը հեշտացնում է, սակայն ելի եմ ասում, եթե մենք օրինակ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են հիմնականում 200 տարեկան փաստաթղթեր, այսինքն 1820-30-ական թվականներից են սկսվում մեր հիմնական փաստաթղթերը, եւ մենք գիտենք բարեբախտաբար բոլորը հասել են մեզ առանց որևէ խնդրի, մենք վերանորոգում ենք, գիտենք դրա մեթոդները, ինչպես պահպանել, ինչպես կոնսերվացնել, ել չեմ խոսում Աշտոցի անվան մատենադարանի մասին, մեր հեռուստադիտողները լիահույս են, որ եթե ոչ բոլորը գոնե մեծ մասը այցելել են եւ գիտեն թե ինչպես է դարերից եկած փաստաթուղթը այսօր նորովի ներկայանում, իսկ էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված անկեղծ ասած այդ խնդիրը աշխարհում կա, ոչ միայն մեզ մոտ, աշխարհում քննարկվում է, բոլորովին վերջերս ընդամենը 3 առաջին օրն եմ ես վերադարձել Մոսկվայից, որտեղ գիտաժողովի էի մասնակցում,
ԱՊՀ անդամ երկրների շրջանակներում թվայնացված փաստաթղթերին վերաբերող գիտաշողով էր։ Ես էլ զեկուցեցի մեր թվայնացման տեմպերի մասին, մեր էլեկտրոնային փաստաթղթերի մասին եւ կրկնում եմ ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա, որ մենք չգիտենք, Աստված մի արածե որևէ տեխնիկական խնդրի պատճառով փաստորեն մեր ամբողջ մշակութային ժառանգությունը վերանալու ռիսկի տակ է։ Բայց այնուամենայնիվ որքան որ կյանքը զարգանում է, այնպես էլ գիտությունը զարգանում է, մի քանի պատճեններ են ստեղծվում, այսպես ասած անպային տարբերակը կա ավելի ապահով, որ պահվում է անպուն cloud-ներում, այո, ինչպես ասացիք, եւ ես լիահույս եմ, որ մարդկությունը կգտնի նաեւ դրա խնդիրի լուծումը կգտնի։ Քանի տարի է պետք, որպեսզի ամբողջ արխիվը թվայնացվի։ Մոտավոր էսպես։ Այս առումով վիճակագրությունը մի փոքր լավատեսություն չի ներշնչում, որպեսզի պատկերացնեք թե քանի տարի է, ես ձեզ ուղղակի վիճակագրական տվյալներ կփոխանցեմ։ Հայաստանի ազգային արխիվում, պետական արխիվում այսօր պահպանվում է շուրջ 350 միլիոն փաստաթուղթ։ 350 միլիոն փաստաթուղթ, որպեսզի հեռուստադիտողը պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը, տեսեք արխիվային չեմ ուզում ձեր եթերը ծանրաբեռնել եզրույթներով, սակայն եթե կարելի է երկու եզրույթի մասին խոսեմ, արխիվային գործի եւ արխիվային փաստաթղթի մասին։ Արխիվային գործը, այսպես պայմանականորեն ասած, հանրության համար որպեսզի հասկանալի լինի, մեկ գիրքն է, որը ունի շապիկ եւ մեջը բաղկացած է մինչեւ 200 թերթերից։ Մեկ գիրքը, հա, այսպես ասած, մեկ շապիկի մեջ, մեկ թղթապանակի մեջ հավաքված փաստաթղթերի ամբողջություն է։ Այդպիսի փաստաթղթերի ամբողջությունը իբրև պահպանության միավորներ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 4 միլիոն 200 հազար այդպիսի փաստաթուղթ։ Սրանք իրենց մեջ ներառում են մինչև 350 միլիոն փաստաթղթեր, այսինքն էջեր։ Յուրաքանչյուր էջը մենք համարում ենք մեկ փաստաթուղթ։ Օրինակ պատկերացրեք Հայաստանի ազգային արխիվում հանձնվում է Երևանի քաղաքապետի որոշումները, 2009 թվի որոշումները։ 2009 թվին դիցուկ Երևանի քաղաքապետը ընդունել է 2000 որոշում, սակայն ամեն որոշումը ենթադրենք մինչև 20 էջ կարող է հասնել իր հավելվածնելով, սրանք մենք համարում ենք փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը 350 միլիոն են կազմում, մոտավոր հաշվարկով իհարկե, եւ սրանցից մինչև այսօր մենք թվայնացրել ենք շուրջ 4.5 միլիոնը։ Հիմա քայլեր ենք ձեռնարկում թվայնացման տեմպերը արագացնելու ուղղությամբ եւ այժմ ամենաբարձր մակարդակով տնօրինությունը քննարկում է նաեւ այդ գործընթացը արտապատվիրակելու կամ միջազգային տերմինով ասած outsource անելու խնդիրը, որտիսի ինչ որ մի մասնավոր կազմակերպություն գա արագ տեմպերով եւ բարձր որակով թվայնացնի, կրիչները հանձնի մեզ եւ գնա, ինչպես օրինակ հիմա աշխարհի շատ երկրներում են անում, այս առումով մեր միջազգային փորձը մեզ բավական օգնում է, մեր միջազգային գործընկերների հետ անընդհատ խորհրդատվությունների մեջ են, կոնսուլտացիաների մեջ են եւ լավագույն փորձը համենայն դեպս փորձում ենք ներդնել Հայաստանում, ինչքան որ մեր ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները թույլ են տալիս։ Շատ բարի։ Այնպեսի թվեր ասացիք, ավելի լավ է գովազ լսենք, կարճատև դառնալ, որից շարունակենք, այո։ Սուրճ ու սեր առավոտից։
10:33 հանրայինի ուղիղ եթերում Սուրճ ու Սեր առավոտից ռադիո նախագիծն է։ Այսօր հունիսի 9-ն է, մենք խոսում ենք արխիվների մասին, որովհետև ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի այսօր արխիվների օրն է։ Հայաստանում նաև նշվում է Հայաստանի ազգային արխիվի եւ արխիվագետի մասնագիտական տոնը, եւ մեր տաղավարում է Հայկ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային արխիվի մոնիթորինգի, վերլուծության եւ մեթոդական աջակցության բաժնի պետ։ Հայկ, բավականին մանրամասն ներկայացրիք ամեն ինչ, բայց մենք հիմա զանգ ունենք, պատասխանենք ռադիո լսողի զանգին եւ այնուհետեւ շարունակենք մեր զրույցը։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարի լույս, Արարատ 73-ն է։ Շատ ուրախ եմ։ Շնորհավորում եմ ընկերների միջազգային օրը, արխիվագետի օրը եւ Հավատարմագրման օրը, դա ասեք, ահա։ Հայկ ջան, եթե պետք է լինում, ասենք, շտաբ վերցնել, ասենք, փաստաթուղթը, քանի օր է տևում եւ կա վճարովի համակարգ, որ վճարեն, ասենք, մի օրում ստանան։ Ահա, Շնորհակալ ենք։ Շատ այսպես գործնական հարց։ հարց։ Շտաբ քաղաքացուն ինչ որ փաստաթուղթ է անհրաժեշտ, ինչ անել։ Ահա, բայց տեխնիկական խնդիր ունենք, Հայկ կներեք։ Ահա։ Խնդրենք նորից պատասխան։ Նախ շնորհակալություն զանգի, շնորհավորանքի եւ հետաքրքրվածության համար։ Պետք է ասեմ, որ մենք կարողացել ենք ծառայությունների մատուցման որակը բարձրացնել այն մակարդակի, որ քաղաքացուն դիմում գրելուց մի քանի ժամ հետո կարող ենք արդեն տալ իր տեղեկանքը։ Օնլայնի մասին է խոսքը։ Եվ օնլայն եւ ուղղակի քաղաքացին գա տեղում Հայաստանի ազգային արխիվում եւ նրա բոլոր 28 մասնաճյուղերում դիմում գրի հաշված ժամերի հետ ժամերանց արխիվային տեղեկանքը տրամադրենք։ Хорошо։ Ահա։ Շատ գործնական եւ կիրառական հարցեր մեր ռադիո լսողի կողմից, Հայկ, բայց մեզ նաեւ հետաքրքիր է, ասացիք արդեն 10 տարի աշխատում եք ազգային արխիվում, տարիներ առաջ ինչպես ընտրեցիք այս ճանապարհը եւ ինչպես հայտնվեցիք այս ռազմավարական նշանակության կառույցում։ Ինչպես ամեն Հոգոց պատմություն, քաշեցիք, խորը հոգոց քաշեցիք։ ինչպես ամեն պատմություն, աշխատանքի ընդունվելու պատմությունն էլ մի յուրօրինակ հիշարժան պատմություն է, չէ՞, ամենքիս կյանքում, թե ինչպես ենք ընդունվել աշխատանքի։ Իհարկե իմ հոգոցը ինչով էր պայմանավորված, ես նաև երեք մի այլ տեղ հարցազրույց էի, ոչ թե երեք, մի քանի օր առաջ, այնտեղ լրագրողը հարց բարձրացրեց, որ ընդունված է ժողովրդի մեջ, որ արխիվում աշխատում են տարեց թոշակառու մարդիկ։ Իհարկե այդ կարծրատիպը կա եւ ես ոչնչով դեմ չեմ, իսկապես այդպիսի կարծրատիպ կա։ Դեռևս ուսանողության տարիներին, դեռ մագիստրատուրայում էի աշխատում եւ Հայաստանի ազգային արխիվի արդեն նախկին տնօրենը արխիվ համալսարանում դաս է տալիս, ինձ դաս է տալիս, հետաքրքրեց ինձ արխիվը, բայց եթե անկեղծ լինեմ կամ նույնիսկ շատ անկեղծ լինեմ, արխիվի մասին ոչինչ չգիտեի եւ ինձ ոչ թե արխիվի աշխատանքը հետաքրքրեց, այլ ուղղակի որպես սովորական շարքային ուսանող աշխատանք ենք փնտրում, ուղղակի ինչ որ կենցաղային հարցեր լուծելու համար եւ հենց աշխատանքի առաջին օրվանից ինքս իմ մեջ որոշեցի, որ հիմա մագիստրատուրան կավարտեմ եւ կանցնեմ իմ գործերին, մասնագիտությամբ գրականագետ եմ, պատրաստվում եմ ասպիրանտուրա ընդունվելու այդ ժամանակ, ուղղակի ինչպես գիտենք, երկրորդ կուրսի այդ վերջին կիսամյակում ազատ են լինում ուսանողները, հիմնականում աշխատանք է պետք, բայց այնուամենայնիվ մեծ հպարտությամբ պետք է ասեմ եւ իմ գործընկերները ինձ այժմ հետեւում են, այսպես ասած թույլ չեն տա որ ստեմ կամ կարձագանք են իմ ստելուն, հենց առաջին օրը ինքս իմ արժեվ խնդիր դրեցի, որ եթե նույնիսկ 1 օր, 1 ամիս, 1 շաբաթ աշխատեմ, պետք է տիրապետեմ արխիվային գործին այնքանով, որ իմ աշխատանքից դուրս գալուց հետո գոնե իմ ղեկավարը այսպես ափսոսանքով մոտենա։ Այո, եւ մագիստրատուրան ավարտելուց հետո տնօրինության կողմից առաջարկ ստացա տեղափոխվելու մի փոքր ավելի բարձր հաստիքի, այն ժամանակ մասնաճյուղում էի աշխատում, Կոտայքի մարզային մասնաճյուղում, վարիչի տեղակալի հաստիքի, այսպես ասած, այնտեղից եկավ նաեւ բանակ մեկնելու ժամանակահատվածը, 2 տարի գնացի բանակ եկա եւ հենց գալուս հաջորդ օրը տնօրենը զանգեց արդեն Երևանում գլխամասում մեկ այլ աշխատանք առաջարկեց, իհարկե արխիվում, արդեն մոնիթորինգի վերահսկողության բաժնում, իսկ ուղիղ 2 տարի առաջ, ճիշտ այս օրերն էին, արդեն գործող տնօրենը նշանակեց մոնիթորինգի վերլուծության եւ մեթոդական աջակցության բաժնի պետ, եւ այսպես ամեն անգամ երբ ինչ որ աշխատանքային առաջարկ ենք ստանում, ուզում ենք դուրս գալ արխիվից, ես դες վստահեցնում եմ, որ ինչ որ մի կապող բան կա արխիվի։ Մեր բոլոր աշխատակիցները ես դες վստահեցնում եմ, երևի 80-90%-ը, եթե ոչ բոլորը,
Այսպես նույն մտայնությամբ են գալիս, որ գանք արխիվում աշխատենք, մի փոքր ստաժ վաստակենք եւ այդ ստաժը տևում է օրինակ մինչեւ 65-70 տարեկանը, այսինքն այդ կարծրատիպը այդտեղից է գալիս, որ արխիվում թոշակառուներ են։ Ինչու են թոշակառու, որովհետեւ մարդիկ լավ մասնագետներ են, երիտասարդ տարիքում ընդունվել են, իհարկե, բոլորս գալիս ենք մանկությունից եւ երիտասարդությունից, չէ՞։ Այդ մարդիկ էլ երիտասարդ տարիքում ընդունվել են աշխատանքի եւ մինչեւ վերջ մնացել են։ Ինչպես մեզ մոտ ընդունվեցիր եւ դուրս չես գալիս։ Եթերը ճաշի նման է։ Զուգահեռներ տանում, իհարկե տարիքը այստեղ կապ չունի, կարևորը փորձը, նվիրվածությունը եւ աշխատանքի որակը, շատ դասական այսպես հաջողության ճանապարհի օրինակեր չէ, պատական հայտնվել մի տեղում եւ մեծ հաջողություններ գրանցել։ Այս համատեքստում երիտասարդությունը այսօր այսպես հա գրադի չէ, հասարակ այ արխիվագիտությամբ գալիս են ասպարես։ Գիտեք, ես հիմա զուգահեռ դասավանդում եմ նաև Երևանի Պետական հումանիտար քոլեջում, արխիվագիտություն եւ գործավարություն եմ դասավանդում։ Մի փոքր խնդիր կա, որը բոլորի մոտ տարածված է։ Օրինակ մեր սերունդը, իմ սերունդը, ես ընդամենը 10-15 տարի առաջ եմ, ընդամենը, չէ՞, բավական մեծ ժամանակահատված է։ 10-15 տարի առաջ եմ ավարտել, ընդունվել համալսարան եւ ավարտել այն։ Այն ժամանակ մենք մտածում ենք աշխատանքի մասին, լավագույն դեպքում վերջին կուրսերից։ Ընդ որում ընտանիքի անդամները սովորաբար դեմ էին լինում, ասում էին մենք վճարում ենք, որ աշխատենք, այո։ Իսկ հիմա ուսանողը, երեխան հենց առաջին կուրսից արդեն մտածում է աշխատանքի մասին։ Այս առումով սա էլ մի լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Ինչու եմ ասում ես միշտ կողմ եմ եղել աշխատանքին, բայց տեսեք, աշխատանքի շուկան այնպեսին է, որ այդ երիտասարդ երեխաները, այո, դասախոս իրավունքով, այսպես ինձ իրավունք վերապահեմ ասելու երեխաներ ստիպված են լինում աշխատելու սպասարկման ոլորտում հիմնականում, որտեղ կրթություն չի պահանջվում եւ աշխատավարձը ցավոք սրտի ավելին է, մի քանի անգամ ավելի է, քան պետական համակարգի աշխատողները, մասնավորապես արխիվային ոլորտի աշխատողները եւ այս առումով զուտ աշխատավարձի առումով հետաքրքրությունը ցավոք սրտի պակասել է մեր երիտասարդների մոտ։ Սակայն մյուս կողմից, որպեսզի այսպես վատատեսորեն չխոսենք, ես ուրախությամբ պետք է ասեմ, վիճակագրական թվերից հիմա զերծ կմնամ, քանի որ ձեռքից տակ չունեմ, որպեսզի հստակ թիվ ասեմ, բայց վերջին տարիներին արխիվը ինչքան է երիտասարդանում, ինչքան երիտասարդները մուտք գործում արխիվ եւ շարունակում են մնալ։ Սա կապված է մի քանի հանգամանքներից, առաջինը, որ կարողանում ենք կրթական հաստատությունների հետ աշխատանք իրականացնել, որպեսզի երիտասարդներին հրավիրենք, ծանոթացնենք, այսպես ասած նաև սեփական օրինակով ապացուցենք, որ արխիվը փոշու այսպես կույտ չէ, այնտեղ աշխատակիցները 60-ից պակաս տարիքի չեն եւ մի փոքր նաև աշխատավարձի հետ կապված այսպես արխիվը նաև իր կանոնադրական գործառույթներին համաձայն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, կարողանում ենք գումարներ վաստակել, գումարներ խնայել, որպեսզի այդ աշխատավարձի բացը լրացնենք կամ ինչպես հիմա բոլոր կազմակերպություններում ընդունված է պարգևավճարների, հավելավճարների ինստիտուտը, դա էլ փորձում ենք սեփական միջոցներով տրամադրել, որպեսզի քաղաքացիների եւ հատկապես երիտասարդների համար մի փոքր գրավչություն հաղորդենք։ Շարունակեք։ Այո, եթե կարելի է եւս մեկ կարևոր, շատ կարևոր փաստ եմ ուզում ձեզ եւ մեր հեռուստադիտողներին, մեր լսարանին փոխանցել, որ այն մասին, որ Հայաստանի ազգային արխիվը գերազանցապես մարդակենտրոն արխիվ է, ինչ է սա նշանակում։ Տեսեք, արխիվները ստեղծվում են պետությունների համար, պետությունն է արխիվի հիմնադիրը եւ պետությունը հոգում է արխիվի մասին, բնականաբար պահանջներն էլ պետությունն է ներկայացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է պահպանվեն եւ այլն եւ այլն։ Սակայն այսօր ես չեմ խուսափի մի քանի վիճակագրական տվյալներ հաղորդելուց, տեսեք, տարեկան 52-ից 55 հազար, իսկ 2 տարի առաջ հասել էր թիվը մինչև 57 հազար քաղաքացու սպասարկել է Հայաստանի ազգային արխիվ ՊՕԱԿ-ը։ Ինչ է սա նշանակում։ Քաղաքացիների մի մասը, երբ անցնում է կենսաթոշակային տարիքի, կարիք է առաջանում արխիվային տեղեկանքի, որպեսզի ապացուցվի իր աշխատանքային ստաժը եւ նաեւ գիտենք գաղտնիք չէ, որ մեծ թվով հայրենակիցներ 90-ական թվականներին հատկապես մեկնեցին արտերկիր, ԱՊՀ անդամ երկրների միջև ընդունված միջպետական պայմանագրերի շրջանակներում մենք սպասարկում ենք նաեւ ԱՊՀ անդամ երկրներին եւ մեր այն հայրենակիցները, որ աշխատել են Հայաստանում, իսկ հիմա արդեն կենսաթոշակի են անցնում ԱՊՀ անդամ երկրներում, նրանց եւս թղթերը այստեղ են, սոցիալական ծառայությունների
միջոցով հարցում են ուղարկում կամ անձամբ գալիս են կամ էլեկտրոնային ճանապարհով գալիս են, դիմում են արխիվ, ստանում են իրենց տեղեկանքը եւ իրացնում են իրենց կենսաթոշակային իրավունքը։ Մյուս խնդիրը վերաբերում է գույքային իրավունքներին։ Քաղաքացիները հաճախ գալիս են մեզ դիմում են, ասելով որ ծնողս կամ նույնիսկ պապիկս այսինչ թվականին մոտավորապես հող է ստացել, այդ հողին մենք տիրապետում ենք, սակայն կադաստրով չենք գրանցել, ինչ անենք։ Այո, Ինչ անենք, այո, ազգային Որփրում եք արխիվը եւ գտնում եք փոփիկի հողամասի փաստաթուղթը։ տեղեկատու որոնողական միջոցների շնորհիվ այդ 4.200.000 գործերից ընտրում ենք այն գործերը, որտեղ հավանականություն կա, թերթում ենք, իդեպ ձեռքով թերթում ենք այդ փաստաթղթերը, գտնում Քանի ենք մարդ է աշխատում կներեք ձեր կառույցում, որ այդ 4 միլիոնի հետ գլուխ է կանում։ ավելի քան 250։ Ահա Քիչ չէ, բայց այդ փաստաթղթի համար 4 միլիոնի համար դու միգուցե բավարար չէ։ Կա այդպիսի ոլորտ ներողություն, որ այդ չկա ազգային արխիվում այդ ոլորտից փաստաթղթեր։ Թե բացառապես այնինչ կա մեր երկրում, հուսանք ոչինչ չի կորի, ամեն ինչ կգտնենք։ Այս պահին ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող փաստաթղթերը չկան, նորանկախ Հայաստանի Հանրապետության վերաբերող փաստաթղթերը պահպանվում են իրենց արխիվում, Պաշտպանության նախարարությանը, ոստիկանությանը, այսինքն ուժային կառույցներին։ Սակայն սովետական ժամանակաշրջանում, օրինակ 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների այդ դեպրեսիաների զոհ գնացած անձանց անձնական գործերը բոլորը գտնվում են Հայաստանի ազգային արխիվում անկախության ժամանակ 91 թվականից այդ գործընթացը սկսվեց պետությանը հանձնելու եւ հիմա մեզ մոտ են եւ պետք է ասենք որ քաղաքացիներն էլ ազգաբնակչությունն էլ ամեն ժամանակաշրջանում ներկայացնում են յուրօրինակ պահանջներ օրինակ 80-ական թվականներին այդ Խրուշովյան վերակառուցման տարիներին երբ բացվել էին արխիվները քաղաքացիներին շատ է հետաքրքրել է ժամանակի կուսակցական արխիվը թե ինչպիսի փաստաթղթեր են եղել արդեն 90-ական թվականներին այսպես մի մեծ շատ կոպիտ բառ եմ օգտագործում բայց դրական իմաստով եմ ուզում ասել հարցակում գործեցին արխիվի վրա եւ Սփյուռքից եւ քաղաքացիները այն ժամանակ մարդկանց հետաքրքրում էր արդեն առաջին հանրապետության 18-ից 20 թվականի փաստաթղթերը, որը ամբողջովին մեզ մոտ է գտնվում, ուսումնասիրողները գալիս էին, իսկ հիմա երբ արդեն մեր օրերում գրեթե ամեն ինչ բաց է, դատական նիստերը դռնբաց են, համայնքներում ավականու նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում են, նույնիսկ կառավարության որոշումները, այո, պետք է ասեմ, ուրախությամբ մի փաստ ենք արձանագրել, որ մարդկանց հիմա հետաքրքրում է իրենց ծագումնաբանությունը գերազանցապես։ Տեսեք ինչ է սա նշանակում, այո, տոհմածառը Ինչքան էլ այս ժամանակակից աշխարհում պահանջները, մարտահրավերները փոխվում են, մեծանում են, բայց արի ու տես, որ մարդը կարիք ունի վերադառնալու իր ինքնությանը, իր արմատներին։ Եվ մենք տարեկան շուրջ 1000 ուսումնասիրող ենք ընդունում Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահներում։ Այս ուսումնասիրողները եւ արտերկրի հեղինակավոր կառույցներից են եւ մեր գիտակրթական հաստատություններից եւ ուղղակի շարքային քաղաքացիներ, որոնց հետաքրքրում է թե իրենց պապը ով է եղել իրենց հոր, չգիտեմ, ինչ որ մի բարեկամի մասին լսել եմ, բայց չգիտեմ որտեղ է ծնվել, ինչ է արել, այսպես տոհմագրությունը, տոհմածառերն են մեզ հետաքրքրում այսօր։ Շատ հետաքրքիր զրույց է, կարող ենք դեռ շատ հարցեր տալ, բայց եթերաժամը մեր սահմանափակ է, կարևոր է որ նվիրված դուք եւ այն 250 աշխատակիցները անում եք ձեր գործը եւ եւս մեկ անգամ եթերից շնորհավորենք արխիվի աշխատակիցներին։ Շնորհակալ ենք եւ շնորհակալ ենք գրավերի համար, մեզ հիշելու համար։ Ես հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում էինք արխիվների եւ արխիվագետի մասին, քանի որ հունիսին արխիվների միջազգային օրն է եւ տաղավարում Հայաստանի ազգային արխիվի մոնիթորինգի վերլուծության եւ մեթոդական աջակցության բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանն էր։ Շնորհակալ ենք։